Նկատել եք, որ Հայաստանի ժամանակավոր վարչապետն այսօր, երբ հանդիպում է ժողովրդին, տնտեսական եւ սոցիալական խոստումներ բացարձակապես չի տալիս։ Նա խոստանում է միայն խաղաղություն, կարծես խաղաղությունն ինքնին բարիք է բարգավաճում։ Իհարկե, խաղաղությունը դա առաջնային պայմանն է զարգացման, բայց միայն խաղաղությամբ զարգացում չի լինում։ Աշխարհում այսօր բազմաթիվ խաղաղ երկրներ կան, որոնք վխտում են աղքատության, հետամնացության մեջ։ Բանը գործ թողած նստել է մեքենան եւ հանդիպում է շարքային քաղաքացիների հետ եւ նրանց գլուխը տանում։ Երբ իրականում նա պետք է խոսա տնտեսության մասին, թե անգամ եթե խաղաղությունը ինչպես են զարգանալու։ Իսկական լավ առաջնորդը պետք է հանդիպի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների հետ, տեխնոլոգիական համայնքի հետ, գյուղացիների հետ, աշխատող մարդու հետ եւ հասկանա թե նա ինչ խնդիրներ ունի, ինչպես կարող է պետությունը խթանել նրա արտադրանքը։ Երբ նա հանդիպում է գյուղացուն, ոչ թե պետք է 10,000 դրամանոց ոչինչ իր կյանքում չփոխած թոշակից խոսա եւ տարբեր հիմարություններից, այլ հասկանա թե գյուղացին օրինակ կարողանում է իր կաթը մթերել նորմալ գնով։ Եվ եթե անգամ կարողանում է, դրանից ինչ հավելել արժեք է տալիս պետությանը։ Արդյոք կան այնպիսի ձեռնարկություններ, որոնք մթերելով իր կաթը ստեղծում են հավելյալ այնպիսի արտադրանք, լավ որակի եւ մատչելի, որ արտահանելով մեր երկրին բերում է գումար։ Ես սա ընդհանրապես կոպիտ օրինակ եմ բերում։ Դա վերաբերում է արդյունաբերական ձեռնարկությունների բոլոր ճյուղերին։ Եվ պետք է հասկանա, օրինակ, երբ նոր էր ընտրվել, գնացել էր հայկական ավտոմեքենաների արտադրություններ այցելել, որոնք այսօր ինչ օրի են հայտնի չէ։ Այցելել էր հայկական հեռուստացույցների արտադրության ինչ-որ մի կոմբինատ, այսինքն բոլորը ֆեյք էին։ Եվ նա իմանալով, որ իսկական առաջնորդը այդպիսին է, սկզբում ձեր էմոցիաների վրա ձեզ խաբեց, որ հայերը ստեղծում են ավտոմեքենա, համակարգիչներ, չգիտեմ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, սառնարաններ, հիշում եք այդ կադրերը։ Բայց նա այսօր փողոցում կանգնում եւ վեճի է բռնվում շարքային քաղաքացիների հետ ապուշ հիմար թեմաների վերաբերյալ։ Իսկ իսկական առաջնորդը այսպեսին է լինում։ Նա տնտեսական խնդիրներ է լուծում եւ իր ժողովրդի համար ապահովում սոցիալական այն բազան, որ մարդիկ երջանիկ լինեն, կլինի խաղաղություն, թե չի լինի։ Մարդիկ պետք է զարգանան։ Տեսեք, նա խոսում է հպարտանում 10,000 դրամ թոշակի բարձրացումով, երբ գնաճ այնքան մեծ է, որ 50 դրամանոց ձուն դառել է այսօր 100 դրամ, այսինքն 100%-ով թանկացել է։ Եվ բազմաթիվ ապրանքներ 100%-ով, 50%-ով, 150%-ով թանկացել են։ Օրինակ տրանսպորտը թանկացել է 50%-ով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ են թանկացել։ Այսինքն թոշակը պետք է կրկնապատկվեր, որպեսզի հենց միայն ինֆլյացիայի գնաճի հետ կապված նա խնդիրներ չունենար։ Նա խոսում է դպրոցների մասին, կարծես խնդիրը միայն դպրոցաշինությունն էր, այլ ոչ թե կրթության որակը։ Այդ դպրոցն ավարտելուց հետո ընդհանրապես կրթություն ստանալուց հետո մարդիկ աշխատանք ունենալու են, թե չեն ունենալու։ Կապ կա արդյոք կրթական հաստատությունների եւ աշխատաշուկայի միջեւ, որ մարդը ավարտեց դպրոցը, կշարունակի բարձրագույն ուսումնական հաստատություն կամ տեխնիկական կրթություն կստանա եւ պահանջված կլինի նա աշխատաշուկայում։ Նման հարցերը պետք է հուզեն երկրի ղեկավարին։ Բայց նա գնացել է եւ հին դպրոցի ներկած պատերի շուրջ կանգնել եւ իր ժողովրդին ասում է, որ ես դպրոցներ եմ կառուցել։ Այդ դպրոցներում եթե աշակերտ չի սովորելու եւ եթե սովորած աշակերտը ապագայում աշխատանք չի ունենալու եւ արտագաղթելու է, հետեւաբար ինչի մասին է խոսքը, ինչ խաղաղության եւ ապագայի մասին է խոսքը։ Նման հարցերը պետք է անհանգստացնեն իսկական առաջնորդին։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ կա ֆեյք առաջնորդ եւ իսկական առաջնորդը փնտրվում է, սիրելի բարեկամներ։ Նա պետք է բացատրություն տա, որ այդքան միլիոններ, միլիարդներ, որ իբր հետ են բերվել պետական բյուջեի, վերջո ինչ են արվում այդ գումարները բացի իրենց պարգևավճար բաժանելուց։ Այն մարդիկ, որոնք ստանում են աշխատավարձ։ Միջին աշխատավարձը ընդհանրապես Հայաստանում ինչքան է, որքանով է բարձրացել, որքանով է դա առաջանցիկ ինֆլյացիայից, գնաճից, այս հարցերը պետք է անհանգստացնեն։ Գյուղացին կարողանում է զբաղվել գյուղատնտեսությամբ, բանվորը կարողանում է զբաղվել արդյունաբերությամբ։ Հայաստանը ինչ-որ մի բան արժանի արտադրում է արտահանելու համար, որովհետև միայն արտահանումով է հնարավոր փող բերել։ Այն փողը, որ գալիս է Հայաստան, դա պարտք է, ի վերջո ով է փակելու այդ պարտքը, ինչ գնով։ Կարող է նորից հողեր հանձնելու գնով։ Այս հարցերը պետք է նա հասցեագրի, այլ ոչ թե ընկնի փողոց եւ մեկ դերասանի կլոունի թատրոնով փորձի մարդկանց ապուշեցնել։ Հավանեք, տարածեք, թողեք ձեր մեկնաբանությունը, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդ կարողանա զանազանել ինքնակոչերին իսկական արժանավոր ղեկավարներից։